Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ, Հանրապետության հրապարակի հարևանությամբ Մեջդեհի Գարեգին Մեջդեհի արձանի մոտակայքում մենք կայանել ենք, բոլորին դեմ եմ ժողովրդով, հիմա մի քանի հարցերի իրար հետ կանդրադառնամ, մենք կայանել էինք մեր ավտոբուսը, որի վրա մեր լոգոներն էր եւ պաստառ, պլակատ բոլորին դեմ եմ, որի վրա մեր բոլորին դեմ եմ հայտարարություններն էր։ Այս է մեր հնարավորությունը, մենք այսքան ենք կարողանում անենք մեր քաղաքական ուժի, քաղաքական նախաձեռնության համար։ Այստեղ այս պատուհանների երկայնքով այս դատարկությունը լցված էր պաստառով ու այստեղ այս ամեն ինչը շատ շնորհքով վիճակում էր։ Հիմա մեր ընկեր իշխանը նորից փակցնում է, խնդրեմ։ Ծերից քերողների ուժը։ Այս էլ ծերից քերողներ է, էլի, այսենց ոնց որ երկիրն են կրծե, այսենց ծերից փոկրտ է, գնացել զղտկվում, այ այնց էլ հիմա այսենց, էլի։ Այ ոնց երկիրն է զղտկվում, այնց էլ մեր պլակատներն են։ Հայ կդիմանա չէ հայոյի։ Հա, չեմ հայոյի, բայց պետք է ասեմ։ Հա, ուրեմն սենց, հիմա նայեք ՔՊ-ն իր ավտոբուսն ունի, դե իրանք ունե որ բազմաթիվ միլիարդերներով շրջապատված գրանտներ, մռանտներ, իրանց շուն ու շանգյալով ով ասես ունեն, ինչ ասես ունեն, բան են արել։ Իրանք իրանց ավտոբուսն ունեն, իրանց իբրթե ընդդիմադիր, այստեղ պետք է իբրթեն շեշտեն։ Իբրթե ընդդիմադիր Սամվել Կարապետյանի ուժը իրանց ավտոբուսները քաղաքով մեկ շրջում են, իրանց պլակատները կպցրած ու իրանց կարելի է, իրանք ֆրֆռում են ոնց ուզեն։ Մեզ նախ, բայց մենք հենց կպցնում ենք, ստեղ էլ ենքան ոստիկանություն կա, որ էլ չասած, իբրթե քաղաքապետարանից ես իմ ովքեր եկել են առանց մեզ ինչ-որ վարչարարություն իրականացնելու, առանց զանգելու, առանց ինչ-որ համապատասխան ընթացակարգի, առանց որևիցե բանի, ուղղակի եկել են, այստեղ կանգնեցած է եղել մեր ավտոբուսը, ճղրտ է, պոկրտ է, չէ, բոլորին դեմ եմ չպետք է լինի, բոլորին դեմ եմ ի տարբերակը պետք է մարդիկ չտենան, չիմանան, կենտրոնում մենակ իրանք կարան, բանը, Հանրապետության հրապարակը սարքեն վարչաքենդ կամ վարչաքենդի, ադրբեջաներեն տենց չենդա, չէ բան արվում, այդ քաղաքների բնակավայրերի անունները, տեղանունները։ Հիմա բանը, հրապարակում այսօր վարչաքենդ են իրականացնում, անմիջապես ցեղասպանության հիշատակի հաջորդ օրը, հիշատակի օրվա հաջորդ օրը իրականացնում են ու գալիս են մեր, ուրեմն գույքը փչացնում են, մեր պաստառները ճղրտում, քաշում, պոկում, տանում են, առանց ոչ զանգել են, ոչ տեղեկացրել են, ոչ նույնիսկ ինչ-որ մի հատ, չգիտեմ, բողոք կամ ինչ-որ վարչարարությունը ոնց է, եթե ինչ-որ բան սխալ արած, ախպեջան եկեք ներկայացրեք, ինչ գործ ունես իմ գույքն ես փչացնում, ինչ գործ ունեք, մեր գույքը փչացնում եք, բայց էտա մարդիկ վեժներին չի, մի քանիսն էլ կլնենք ասեն բանա, սրանք Նիկոլից են բանեն, քոչարյանական լրատվամիջոցները, սրանք Նիկոլից են, բա որ մենք Նիկոլից են, խի են մեր ավտոբուսը քրքրում, բսկտում, մեր գույքը փչացնում, իսկ ասենք Սամվել Կարապետյանի ավտոբուսը գուլյատ է անում, Նիկոլ Փաշինյանի ավտոբուսը գուլյատ է անում, այսինքն ջոգել են, ընտրել են որոշակի խաղացողներ, իրանք են եկել ընդդիմության մեջ իրանք որոշած մարդիկ, ում իրանք թույլ կտան։ Բոլորին դեմը այդ հաշվարկների մեջ չի մտնում եւ վсё, բոլորին դեմը մի քիչ շատ է ոնց որ ռեյտինգ հավաքում, մարդիկ սկսել են խոսալ, տարածվել, այդ տեղեկատվական վակուում ասեմ, թե տեղեկատվական շրջափակում ասեմ, դա ճեղքվում է արդեն ու հիմա մարդիկ դրել են, սկսել են մեր գույքն ու մեր հայտարարությունը փչացնել։ Սամվել Կարապետյանին կարելի է քաղաքով մեկ ավտոբուս բանանել, ֆրցնել, Նիկոլ Փաշինյանին կարելի է մարզերով մեկ անել, ավտոբուս ֆրցնել, ուրախ ավտոբուս են դրե անունը, թե ինչներիդ վրա եք ուրախ, հա, մեզ չի կարելի, հիմա իշխանը նորից վերականգնում, այս բոլորին դեմեմի պաստառները, էլի վերականգնում, թեև սրա փոխարեն ավելի մեծ, սիմետրիկ արեք, էլի սիմետրիկ արեք, որ սիրում են, իսենց սիմետրիկ շատ սիրուն է, հա, Սպարտակը խնդրեմ մեր ընկերները
Ահա, այս է մեր ռեսուրսը, այս է մեր հնարավորությունը, այս է մեր ավտոբուսը, աղբեր, մենք այսքան ենք կարում։ Այսքան ենք կարում, ընկեր ջան, ինչքան կարում ենք, այնքան էլ անում ենք։ Ոչ մեկի ձեռից չենք գնացել ստորագրե փող վերցե, ոչ մեկին չենք հպատակվե, ոչ մեկի պատվերը չենք վերցե, այս էլ այս կողմից ցույց տամ, ահա, ոչ մի բան, այսքան մեր հնարավորությունը, այսքան են մեր համակիրները մեզ հանգանակ է, նվիրաբեր է, սրանք է սենց պոկրտած, այսքան ենք կարացի անենք, ու այս սրա դեմել են ուզում վայիսլնեն, այս էլ են ուզում քանդու քարապանեն, բանը, ինչ պտի անենք ասենք ստեղ, Նիկոլենց են դիմում, ինչ պտի անենք, Աթաթուրքի նկարը, որ ստեղ կպցնենք ավտոբուսի վրա, օքեյ է, հա, այդ վաղ ձեր չեք տա, չէ, եթե ստեղ Աթաթուրքի նկարը կպցրացներ, ոչ ոք ձեր չեր տա, բայց եթե գրածա բոլորին դեմ եմ, մեր սուղ ռեսուրսներով, մեր կազմակերպածի չափ, գաք, ճղեք, ճղճղեք, ասենք մենք պիտի գնանք, նորից պատվիրենք, նորից պաստար վերցնենք, էդի մեր վրա հաշիվ անգեր, այդ կոպեկները մեր վրա հաշիվ են, այդ զղտկվել փարթին, որ անում եք, խոզի միս եք էդ խորովում, թե ոչխար, չեք մտածում, որ Թուրքիան իսլամական երկիր է, ձեր խոզի մսի վրա կարող է հանգարց վրդովի, Ալեն Սիմոնյանը չի դատապարտե հլը խոզի մսով խորոված անողներին, Նիկոլ Փաշինյանը հանդգնություն ունի, համարձակություն ունի, ասենք խոզի մսով այդ խորովածնանի, կարող է հանգարց Թուրքիայի իսլամիստները բան անեն, ասա, նեղանան, վրդովեն, թույլ տվություն վերցրել եք Թուրքիայից դրա համար, ստեղ դրոշը այրելու համար բան էիք անում, ասա, դատապարտում եք, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշը վառելու համար մարդուն ասում են իր խոսքի ազատությունն է, գաղափարների համոզմունքների ազատությունն է դրսևորում դրանով։ Ամերիկայի մեջ Ամերիկայի դրոշը վառողին, ստեղ դրոշը վառողին բան են անում։ Դատապարտում են ազգային ժողովի նախագահն ու բանը Նիկոլ Փաշինյանը։ Այդքան դուխ ունեք այդ ձեր զղտկվել փարթիի վրա բան անել, ասա, խոզիկ խորոված անել, խոզից կարող է նեղանան, հա, զգուշ եղեք, դիվանագիտական սկանդալ կարող է դառնա, կոնֆլիկտային բաներ մի արեք, հայերը սրանց տո մենակ գառան խորոված պտի ուտեն, մենակ, հանգարց թուրքերը չնեղանան, չվիրավորվեն, հը, այստեղ մեր երկրում մեր խոսքի ազատությունը, համոզմունքների արտահայտման ազատությունը, այդ թվում բոլորին դեմ եմ նախաձեռնության արտահայտությունը պետք է Թուրքիայի հետ համաձայնեցվի, Նիկոլը պետք է Թուրքիայի հետ համաձայնեցնի, մենք պետք է Նիկոլի հետ համաձայնեցնենք, թե չէ կգան սենց կճղարտեն, կքրքրեն, կտանեն։ Ցեղասպանության հաջորդ օրն էլ քո անտաղանդ, անսլուխ բանով բանը, այն ցմփիկներով բան ես անում։ Ընկեր այդ օրենքի առաջ բոլորը հավասար են, եթե կա մեկի իրավունք, որ իր ավտոբուսը կարա քաղաքով մեկ վրցնի և ուզած տեղը կայանի, վրան գրած բանը, ենթադրենք ուժեղ Հայաստան կամ երջանիկ ավտոբուս քաղաքացիական պայմանագիր, ապա կա նաև իրավունք նույն ձևի ավտոբուս, նույն ոչ այդ գնի, հա, մենք էլ մեր հնարավորությունների չափով, ավտոբուս ենք անում, վրան գրում ենք բոլորին դեմ, իրավունքները բոլորի համար հավասար են, հետո ասաց, որ ձեզ կարելի է, մեզ չի կարելի, ուստեղ աչուձակ լրի ոստիկաններ են, եթե վաղը ասեք դա այդ վանդալիզմի հեղինակները ինչ-որ թափթփուկներ են եղել, այդ կռուտիտը չի անցնելու, որովհետև աչուձախ ոստիկաններ են, որը քաղաքացիական հագուստով, որը հենց բուն ոստիկանական համազգեստով, այստեղ էլ եկագործ են արել, ահագին ժամանակ, ու եթե դա լինեին ասենք ավազակներ, նայեք ինչա, եթե լինեին ավազակներին, այս մեծ պաստառը պոկելուց հետո սենց մանր բաների վրա չէին սևեռվի, շուտ իրանց սև գործը կանեին, կփախնեին, որ ոստիկանները չգան, այս արդեն մենք ենք կպցրել, այսքան մանրամասը չէին ստեղ, սրանք արխային, համոզված են եղել, որ իրանց ոստիկանները չեն բռնի, համոզված են եղել, որ ինչ անում են լավ են անում, անպատժելիության երաշխիքների տակ, այդ մարդիկ դրես են ժամերով քրքրե պոկրտել են, ուստեղի աշխատողները, վերնիսաժի աշխատողներն են զանգի, ասել, որ սենց բան է տեղի ունենում։ Հա, իսկ եթե ես էլ հա, քաղաքապետարանի անունից այսենց
խոզի պես թափ է գնացել են, պոկրտե քրքր է, խոզի պես թափ է, այնա, այս է, խոզի պես թափ է գնացել են, որոշեք, յա քաղաքապետարանն է այս խոզության ու այս վանդալիզմի պատասխանատուն, յա ձեր շուն ու շանգյալներն ու լանգ ու լվազները, յա իրանք են սրա պատասխանատուն, այսքան բան, մնացած ավելի մանրամասն ձեր այդ զղտկվեն փարթիի, ձեր վարչաքենդի ու մեր քաղաքական իրավունքների դեմ ոտնձգությունների մասին ընթացս առաջիկայում էլի կանրադառնանք։ Այսօր Կոտայքի մարզում էինք իրազեկման ակցիա իրականացնում, եղանք Հրազդանում, եղանք Չարենցավանում, ասել էինք Աբովյան արդեն, Աբովյանում պետքա սկսեինք, զանգին ասին, որ սենց բաներ են արել ստեղ, ստիպված մի քանի հոգով կիսատ ենք թողել, եկել ենք, որ հասնենք տենանք ինչ ենք անում։ Մի խոսքով ժողովուրդ ջան, էտա, նայեք սրանց դեմքը, իրանց ավտոբուսներին ամեն ինչ կարելի է, իրանց ջոգած ընդդիմությանը կարելի է, մեզ չի կարելի։ Մեզ չի կարելի, միչև միլիարդեր չլնես, միչև անունդ Forbes-ի ցուցակում չհայտնվի, դու Հայաստանում իրավունք չունես քաղաքականության։ Կամ պետք է գնաս դառնաս իրանց տասովշիկը։ Մեկ էլ պետք է Նիկոլի տասովշիկը դառնաս, որ քեզ թույլ տան։ Այտենց։ Հենա 19 հոգի, չնայած լավ են, իրանց քաղաքական իրավունքներն են։ Իրացնում, բայց սիրուն տենց հերթով գնացել են։ 19 հոգի։ Թե ինչ են անելու այդքան մարդ, ինչքան ձեն են հավաքելու, անցած ընտրություններում ինչ արին, Արման Բաբաջանյանը, թե դու ասա տեղով նիկոլական ես, ինչի Նիկոլի ցուցակով չես գնում, որ առանձին ես գնում, առանց Շիրինյանի, Բաբաջանյան առանց Շիրինյանի, Շիրինյան առանց Բաբաջանյանի, սենց կտրտած մանր կուսակցություններով ինչքան կփախցնի, Նիկոլին էլ ասում են մեզ էլ ինչ տաս, ինչքան ձայն փախցնեն, Նեսա, Նինա ջան։ Գիտեք, ասма Ժորժ ջան։ Մենք սենց ելել ենք ընկել ենք։ Մափուրով ասма ապրած մարդիկ իրար կողք չեն կարա չհավաքվեն։ Այդ առաջ սկսաղից իրար գլուխ էին հավաքվելու։ Այսքանը թերևս ժողովուրդ ջան, շնորհակալություն ուշադրության համար, խնդրում եմ այս տեսանյութը տարածեք, թող տեսնեն դեմոկրատիան ոնց է լինում երկրում։ Ոնց են իրանք դեմոկրատիա անում։ Իրանց ջոգած ընդդիմության հետ գուլատ են անում, քարոզարշավ են անում, իսկ եթե ինչ-որ մեկ իր սուղ ռեսուրսներով կրեատիվ լուծումներ է գտնում մարդկանց հետ կոնտակտի դուրս գալու, տեղեկատվական ինֆորմացիոն շրջափակումը ճեղքելու, այսենց հարամում են։ Հələ լավա չեն կերե, չեն բռնե, չեն փագե, այդ լավա էտի։ Այդ վաղը կարան գանես բաց լուսամուտից մի բան շպրտեն մեջը, ասեն այնա, ձերն է, մի հատ հոդված սարքեն, գցեն բերդերը, որ իրանց տոնը չհարանվի, զղտկվելու, փարթին չհարանվի։ Ովքեր կնեղանան, եթե այդքան ինքնասիրություն ունեն, ապա իմացեք, որ ցեղասպանության հիշատակի օրից անմիջապես 1 օր հետո նման բան անողը ինքնասիրություն չունի։ Ոչ մի ձևի ինքնասիրություն չունի, դուք ինքնասիրությունից չխոսաք։ Շահամոլ, շահադիտական բգի մեռածներ, ինչ ասեմ։ Դուք ինքնասիրություն չունեք, ինքնասիրություն ունեցողը տենց բան չի անի։ Բայց դե շեֆերն են ասել, վարչական ռեսուրսն է օգտագործում, բախի չեն անի, որ մեջքներին Ալեն կա, Նիկոլ կա։ Նրանց օրերը, նրանց ամիսները հաշված են իշխանությունում։ Դուք հանգիստ եղեք։ Նրանցը հաշված է, հետո ինչ եք անելու։ Հետո կհանեք բանը բոլշևիկի գլխարկը, չգիտեմ, մենշևիկի գլխարկը դնեք, մենշևիկինը կհանեք, հետո բոլշևիկի կդնեք։ Ձեզ ինչ կա, անսկզբունքային բգի մեռածներ։ Էլ ուրիշ բան չկար։ Այդ բանը ասում խոզի գլուխը դրին խալուն գլորվավ ընկավ ցեղը։ Քաղաքի կենտրոնում չեք դրե խորոված անում։ Ալամ աշխարհը գիտի խորովածը անում են մանավանդ տոնորերին, քաղաքից դուրս։ Տենց մի հատ հին հայկական մշակութային դրվագ կա, քաղաքից դուրս։ Նշանակում է տոնական օրերին մարդիկ հավաքում են իրանց եղած չեղածը, գնում են քաղաքից դուրս, բնության գերկում, ուզում ես խորոված, այդ թվում խորոված են անում։ Այդ բոշայությունը,
կենտրոնում, խոզի գլուխ դրի, խալուն գլորվավ ընկած ցեխը։ Կենտրոնում դրեք խորոված է կանում, այ փնտիներ։ Քաղաքից դուրս լսել եք երբևիցե։ Իրանց գեղերում տենց ա եղել, քաղաքից դուրս չի եղել։ Որովհետև ինչ ասես, դες չոլում են ապրել իրանք, վայրենի, սարում են ապրել։ Պալատկեքի տակ։ Այդ պալատկեքից էլ են խորոված են արել, ով է պալատկեն, թողում գնում է սարի այն մյուս լանջին ասենք, խորոված անում կամ սարի գլուխը թողում իջնում ձորում խորոված անում։ Որտեղ պալատկեն խփած ան դեր խորոված են անում։ Բայց քաղաքակիրթ ժողովուրդները մշակված, մշակութային ժողովուրդները ինչ են անում, թողնում են իրենց այդ քաղաքակիրթ միջավայրը, գնում են բնության մեջ, այնտեղ են խորոված անում, քաղաքից դուրս, դաչա են գնում, դաչայում են խորոված անում, դրա համար հատուկ մշակույթը հենց այդ է, մշակված լուծումներ կան, սրանք, չէ այ մարդ, ինչ քաղաքից դուրս, ինչ բան, չեն լսե տես բան, սարից փախած, տես բան չեն լսե, կենտրոնում, այ հենց կենտրոնում, հենց քաղաքի կենտրոնում պետք է իրանք խորոված անեն։ Ինչ ասես։ Ինչ ասես։ Դիմում եմ ինքնասիրություն ունեցող մարդկանց։ Ժողովուրդ ջան, մի քիչ մտածեք սրանց արածների մասին։ Մի քիչ մտածեք։ Թերևս այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն ինձ հանդուրժելու համար։ Միշտ նոր հանդիպում բարեկամներս։ Միշտ նոր հանդիպում։